Ուրեմն մարդիկ կան, ովքեր որ ասում են, այ ես ընտրելու եմ այս մարդուն, որովհետև ինքը բարեգործություն է արել, մի քանի անգամ լավություն է արել մեզ։ Ցանկանում ենք մի հատ հələ վերադառնանք անցյալ, էլի։ Կամ պետք էլ չի նույնիսկ վերադառնալ, որովհետև մեր ժողովուրդը լավ հիշողություն ունի, հասկանում է ու բացի հիշողությունից էլ ինտուիցիա ունի մեր ժողովուրդը, որը չես կարող ջնջել, փոխել, կռել, ծռել, fake news-երով, fake լուրերով ինչ-որ մանիպուլյացիայի ենթարկել։ Եկեք չմոռանանք այդ մարդիկ ինչի համար էին այդ լավությունները անում։ Մի հատ լավություն էին անում, ամիսներով իրանց հեռուստաալիքներով ու եթերներով ցույց էին տալիս, սարքում էին տժվժիկի պատմությունը։ Գնում էին խաղողի այգի, սյուներ էին բետոնից նվեր տալիս խաղողի այգու տիրոջը, մեկ էլ պարզվում էր, որ ամիսներով խոսում էին այդ մասին, մեկ էլ պարզվում էր պայմանագիր են կնքել այդ խաղողի տիրոջ հետ, այգու տիրոջ հետ, որ անպայման իրենց գործառնում պիտի մթերի իրենց ուզած գնով։ Դա չեղավ բարեգործություն։ Դա եղավ ինչ-որ բիզնես համագործակցություն, հələ ու պարզել չի էլի այդ համագործակցության մեջ ով է շահել, խաղողի այգու տերը, թե այդ մթերող բարեգործը, ճակերտավոր բարեգործը։ Կամ ինչ-որ, չգիտեմ, պայուսակներ են բաժանում սեպտեմբերի 1-ին, ու հետո նորից ամիսներով խոսում, մինչև հիմա խոսում են, մի տարի առաջ բաժանել, մինչև հիմա խոսում են այդ մասին։ Դա չեղավ բարեգործություն, բարեգործությունը այնա, որ չես խոսում այդ մասին, լուռ ես անում, սրտիցդ եկածով ես անում։ Բարեգործությունը, հայրենասիրությունը այդ է, երբ որ քո հայրենիքի հանդեպ ինչ-որ մեկը իրան սխալ է պահում, թալանում է, կեղեքում է, դու պետք է նաև այդ մասին խոսես։ Չի կարա բարեգործը լռի, տեսնի թե ինչպես են իր երկիրը թալանում, քանդում, իրանց ժողովրդին արտագաղթի մատնում։ Չի կարա։ Մյուս թեզը ասում են դե խոպանը մի մասը ասում է խոպան էլ չեն գնում ժողովուրդը, մյուս մասը ասում է դե խոպանում լավ էր, հիմա ուղղակի ճաշ չկա, դրա համար չեն գնում, չգիտեմ ինչ, ժողովուրդ ջան, խոպանը չի կարա լավ լինի։ Ինչքան ուզում է գումար աշխատեք։ Ուզում է ամիսը $10,000 աշխատեք, ընդ էլ գնաք օրը 2 ժամը բետոնը, չգիտեմ, շաղեք, հետ գաք, չի կարող խոպանը լավ լինել։ Խոպանի պատճառով մեր սերունդները առանց տղամարդու մեծացան։ Ու այդ հետևանքները հիմա մենք կրում ենք։ Մեր ամբողջ ազգը կրում է այդ հետևանքները։ Ու հիմա որ մարդը իր դրան առաջ, իր ընտանիքի մոտ գտնվելով աշխատում է, դա այդ այնքան մեծ բան է, որ հնարավոր չի էլի տեսականորեն ինչ-որ մի ձև հերքել, ժխտել, ինչ-որ բան ասել դրան հակառակ։ Ես կարծում եմ մեր մայրերը, մեր քույրերը դա ամենաշատն են գնահատում հիմա, ու հենց մեր մայրերն ու քույրերը պիտի ուղղորդեն հասարակությանը, բացատրեն։ Ես խնդրում եմ մեր մայրերին ու քույրերին, որ իրենք բացատրեն, իրենք են եղել այդ քաշողը, իրենք են տեսել, թե դա ինչ է։ Դրա վնասները քաշողը իրենք են եղել։ Մեր ազգ այսեն ծառնակամ էր լինում, գնում էին Հայաստանից։ Փառք Աստծո, հիմա էլ այդ արտագաղթի տեմպը կտրուկ նվազել է, նույնիսկ մի քիչ էլ արդեն ներգաղթ ունենք։ Դա պիտի գնահատենք, ժողովուրդ ջան։ Ոնց կարելի է արդարացնել խոպանը։ Ոնց, ես չեմ հասկանում։ Ու ոնց կարելի է թերագնահատել կամ ուրանալ այն բանը, որ հիմա էլ մարդիկ խոպան չեն գնում։ Կամ շատ չնչին տոկոսն է գնում։ Հնարավոր չի։ Մի ուրիշ բանի մասներ եմ ուզում խոսել։ Հա, ասում են, դե որ բարեգործություն արել իրեն են կընտրելու կամ ինչ-որ լավություն արել նրան իրեն են կընտրելու, այն մեկն ասում է, կան ազնիվ մարդիկ, ովքեր որ ասում են, որ այս մարդը, որ գա իշխանության, ես կկարողանամ, չգիտեմ, այն հին ձևերով ինչ-որ հարցեր լուծել։ Իրանք ազնիվ են, էլի ճակերտավոր ազնիվ, բայց հեչ լավ բանի մասին չի այդ ազնվությունը, էլի։ Հեչ լավ բանի մասին չի խոսում։ Ոնց է հնարավոր, ինչ-որ հին ձևերով, կաշառքի կամ չգիտեմ ծանոթների միջոցով հարցեր լուծելը համարեք, որ դա դրական բան է ու դրանից ելնելով ինչ-որ ուզենաք դուք այսօր այդ հարցը կարաք լուծեք, այդ կաշառքով, ծանոթով կամ չգիտեմ ինչով։ Տարբեր հարցերի մասին է էլի խոսքս։
Բայց վաղը ձեր ընտանիքը, ձեր սերունդները քաշելու են էդի։ Իրանց կաշվից է դուրս գալու։ Դա էլ պիտի հասկանանք։ Այն խավը, այն մասան, որ խաբվում է տարբեր մեթոդներով։ Ես ուզում եմ, որ հենց իրենք լսեն, կամ ովքեր որ լսում են, իրենց էլ բացատրեն, որ հնարավոր չի ապագա կառուցել կամ ապագայի հույս ունենալ, կա շարքի, կոռուպցիայի, ծանոթ բարեկամների, չգիտեմ ինչերի, մեր ազգի մեջ խորը նստված կա տվել այդ սովետական, ռուսական այդ մոդելը, էլի մոդել ասես, ինչ ասես, այդ գրողուսև ցավը, այդ ցավը, ու մենք շատ դանդաղ, բայց պոկվում ենք դրանից։ Պետք չի այդ պոկվելու պրոցեսը հանկարծ կանգնեցնել կամ էլ ասենք ինչ-որ մեկի մտքով անցնի, որ դա լավ բան էր։ Հազիվ կարողանում ենք պոկվել։ Հետո խոսքը։ Դուք որ լսում եք այդ թեկնածուների խոսքը, խոսալու ձևը, բառապաշարը, դուք ինչ տպավորություն եք ստանում։ Ընդհանրապես հազարամյակներ շարունակ արդեն մարդկությունը կենդանիների, ծանասուններից տարբերվում է խոսքով։ Խոսքը բարձրագույն այդ արժեքն է մարդու, որը մարդուն սարքում է տարբեր է դարձնում այն մյուսներից ու մարդուն ինտելեկտ է հաղորդել, հենց խոսքի շնորհիվ այդ ինտելեկտը ու խոսքն է, որ այս ամեն ինչը 21-րդ տարին որ հասել ենք, դա խոսքի միջոցով է, խոսքի շնորհիվ է։ Դուք որ լսում եք այդ մարդկանց 3-4 բառ իրար հետ չեն կարողանում կապել։ 5-6 բառ իրար հետ կապում են, 6-ը տեղից էլ մոնտաժ են անում, որ գոնե մի քիչ հասկացվի, մոտավոր հասկացվի, թե ինչ են ուզեցել ասել, այն էլ պարզվում է դադվում են դրա պատճառով։ Այդ մարդիկ ո՞նց են գնալու ինչ-որ տարբեր երկրներ, բանակցություններ վարեն, քաղաքականություն վարեն, դիվանագիտություն վարեն, դուք ո՞նց եք հույս տնելու այդ մարդկանց վրա։ Բնականաբար այդ մարդկանց ընտրող այն մասան, որը որ թքած ունի, թե ինչ կլինի երկրել, իրանց մասին չի խոսքը։ Այն մնացածը, ովքեր որ մտածում են ու ինչ-որ ձևով արդարացնում են իրանց ընտրությունը, դուք ինչ հույս եք տնելու։ Ձեզ թվում է, թե մարդը խոսալ չգիտի, ուրիշ մեթոդ կա, որով որ կարողանալու է հարաբերվել այլ պետությունների ղեկավարների հետ։ Ձեզ դες բան է թվում, ինչ մեթոդ կա։ Գնալու է 10 բանի, վախեցնելու է, առնելու է, ինչ են անելու։ Ոչ մի բան չեն կարողանալու անեն։ Խոսքը բարձրագույն արժեքն է, միայն խոսքն է, որ մարդուն տարբերում է մնացած ամեն ինչից ու հնարավորություն է տալիս զարգանալու, իր մտքերը փոխանցելու, բանակցելու։ Հələ այն ներքին քաղաքականության մասին չեմ ասում, էլի հələ ջահանդամ է դա։ Չնայած որ դրա պատճառով նորից սկսվելու այն արտագաղթին մեծ ալիքները, հիշում եք ոնց էր ընտրություններից հետո որ կեղծում էին ընտրությունները, մարդիկ հիասթափվում էին ու ամեն ընտրություններից հետո մի հատ մեծ ալիք էր սենց արտագաղթի սկսվում, հետո նորից հաջորդ ընտրության նորից մարդիկ ուզում էին ոտքի էին կանգնում, ուզում էին մի բան փոխեին, այդ պայքարի այդ բանից հոգնած զսված նորից թողում գնում էին երկրից։ Մենք քամվում էինք, արնակամ էր լինում մեր ազգը դրանով։ Խոսում են Ղարաբաղի կորստից, հələ էլի մարդիկ մնացել են, հələ որ այդ բանից դուրս չեն եկել, էլի։ Ժողովուրդ ջան, հնարավոր չի պատերազմում հաղթել, եթե դու 30 տարի մենակ վարի ես տվել։ Պատերազմները երբեք մի տարում չեն հաղթում ու մի տարում չի այդ process-ը որ պարտվում են։ Դա տասնամյակների process է, որ մյուսը պատրաստվում է, դու էլ պետք է պատրաստես, բայց չես պատրաստվում, հələ գոնե թողես 0-ի վրա մի բան էլ իջեցնում ես ներքև, թե կենսամակարդակը, թե բարոյական արժե համակարգային վիճակը մարդկանց, բանակի վիճակը, զենքերի վիճակը, թե ինչ զենքեր են, ինչպիսի զենքերով էր մեր զորքը կռվում, թե ինչ խրամատներում էր կռվում, ոնց կարելի է 21-րդ տարում խրամատը, հողից խրամատը փորել, դրա մեջ կռվել, եթե ոնց է չլինի քեզ հաղորդում են, թե թշնամին ինչ զենքերով է գալու քո վրա։ Դուք այդ վիճակին թողել եք Արցախը, Ղարաբաղը ու հիմա էլ քծում եք ներկայիս իշխանությունների վրա։ Ու հələ կան մարդիկ, ովքեր որ հավատում անհնար է, բացառված է, որ մարդ, որ երկրները պատերազմը հանկարծ մի տարում որոշեց Ալիևը մի տարում ու հաղթեց, մի տարվա մեջ այդ միլիարդավոր դոլարների զենքերն առավ, իր զորքը պատրաստեց, իր ժողովրդին պատրաստեց, ամեն տեսանկյունից նկատի ունեմ, նույնիսկ այդ ինֆորմացիոն պատերազմի,
որ իրեն ժողովուրդն էր մեր դեմ վարում, իրեն ժողովուրդը։ Ինչ էին արել իրենք։ Ոնց եք խոսում հիմա, ոնց եք քծում ուրիշի վրա։ Կամ ժողովուրդ ջան, բոլորս էլ ծառայել ենք մեր բանակում։ Գիտենք էլի մեր բանակի վիճակը ոնց ա եղել։ Այդ Պարադի Իսկանդեր, որ ասում էին, այդ դա չէր բանակը։ Բանակը ամեն նոր սահմանում սպանություններն էր, որ սպանում էին մեր զինվորներին։ Բանակը էտեն էր, որ փողով ազատվում էին, փողով մոտիկ էին ընկնում, փողով հեռու էին ընկնում, փողով օդպուսկ էին գնում, փողով, չգիտեմ, զանգում էին, զանգի րոպեն 200 քանի դրամ էր։ Դրանում էին թալանում ժողովրդին։ Նույնիսկ որ զինվորը պետք է զանգի իր հորը, մորը խոսած ծնողի հետ, այդ 2 րոպեն մի քիչ սիրտը հանգստանա, մի քիչ ծնողի սիրտը հանգստանա, դրա վրա էին փող աշխատում։ Ղարաբաղ տելեկոմի գները հիշում եք։ Ամեն ասում եմ նասկիներից բռնած զինվորի փող են սարքել, փող են աշխատել, թքած են ունեցել ամեն ինչի վրա։ Ոնց է հիմա ինչ երեսով են կանգնում նայում Ղարաբաղի մասին խոսում, հայրենասիրությունից խոսում։ Հայրենասիրությունը դարձել է սրիկաների վերջի հանգրվանը։ Ովքեր որ հայրենասեր են, ովքեր որ իրոք գնացել են, սրտանց կռվել են, այդ մարդիկ բան չեն խոսում։ Զոհերի հարազատները բան չեն խոսում։ Տեսել են, գիտեն ինչ է կատարվել։ Ինչքան սրիկակը դրանք են խոսում։ Մի հավատացեք այդ մարդկանց։ Ամեն մեկին պետք չի հավատալ, ամեն մեկի ասածը պետք չի լսել ու ի գիտություն ընդունել։ Ես ասել եմ ու էլի եմ ասում, այդ յուրահավատ մասան, որը այդ մարդկանց հետևից է գնում։ Այն ծախվողներին նկատի չունեմ, այն որ մի շալվարով կամ չգիտեմ պերաշկիով ծախվում են։ Այսօր էլ ձայնագրությունները լսեցինք, ասում եմ 10-ով չի ուղարկենք բան զորամաս, որ վրոձի զինվորներին հեղափոխեն, էլի, ասենք բանակն են ներքաշում իրանց կեղտոտ խաղերի մեջ։ 10-ով չի գեն ուղարկում, որ քաղաքականացնեն բանակը։ Այն մյուսն էլ ասում է, ով որ մեր թշնամին է, երկիրը բաժանում են ինչ-որ յուրային թշնամիների։ Դրանց այդ մասան, որ այտենց փողով այդ անարժեք էժաններին մի կողմ դնենք, այն մյուս մասան, որ յուրահավատորեն կամ ինչ-որ մի ձև խաբվում է, մի հավատացեք դրան, ժողովուրդ ջան։ Դրանք հավատալու ընդհանրապես ոչ մի բան են, դրանց հավատաս ինչ անես։ Չեք տեսել ձեր աչքով, ինչքան են խաբել։ Չեք տեսել։ Այսօր էլ այն մի գիտունիկը բանա հարցազրույց է տալիս լրագրողներին, ասում է ինչ անեմ, հելնեմ հապկին քրֆեմ։ Դրա բառապաշարը ինտելեկտը այդքան է իրիկում։ Ավելի ճիշտ, ինչքան էլ բառապաշարն ու ինտելեկտը չհերիքի, մեկ է իր մեջ այդ ինստինկտ կա, էլի վախի ինստինկտ կա, որ հանկարծ հապկի որով մի բան ասի, չափալաղը քաշելու են քիթու բերնին։ Այդ դրա համար էլ ինքը սենց կատակի է տալիս ինչ-որ էրոնիայով բաներ է խոսում։ Դու կարաս խի հապկի մասին բան խոսած։ Դե խոսացեք, երկիր են ծախել, հազիվ կարողանում եք բանը, կողմերին ինչ-որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ անեիք։ Անես տպավորություններ, ոնց որ Իտալիայից ինչ-որ մի հատ պատահական տուրիստ ենք բռնել, տուրիստն էլ ասում ախպեր մի կռվեք, դե մի գնացեք բան։ Հայ ես ինչ-որ հայրենասիրությունից ես խոսում, արժեքներից, եկեղեցի, բան։ Մի 4-5 տարի առաջ էլ տենց արժեքներից Քոչարյանն էր խոսում, որ սատկած հավի ծիծաղը գալիս էր։ Ինչև է ժողովուրդ ջան, շատ երկար չեմ ուզում ձգվի վիդեոն, նորից ու նորից մեր հայ քույրերին, մայրերին խնդրում եմ, որ իրենք նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, որովհետև ամենամեծ տուժվողը իրենք են եղել, իրենք են որդիներ կորցրել, իրենց ամուսիններն են գնացել խոպանները, իրենց երեխեքին են առանց հոր իրենք են իրենց երեխեքին առանց հոր մեծացրել, նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը ու թույլ չտաք։ Այս մեր ազգը, մեր պետությունը այսօր պահելու ամենամեծ լծակը ձեր ձեռքում է ու հենց դուք առաջնորդեք այս ընտրությունները, որպեսզի հաղթի արդարը, հաղթի բարին, հաղթի ազնիվը, հաղթի ժողովրդասերը։ Ստեսություն ձեզ։